Բարձր խնդրում եմ, բարձր։ Ես ինչեր առաջացի Աշխարհի կյանքով ապրելն ընդունել դրաթաչա եւ արդյոք դա հապետանական է։ Լիա ջան, նախ եկեք այսպես պայմանավորվենք, պարզաբանենք, թե ինչ է նշանակում աշխարհիկ կյանք։ Ինչ նկատի ունենք աշխարհիկ կյանք ասելով։ Մենք այսպես կամ այնպես, անկախ նրանից, որ հոգևորական ենք, ապրում ենք աշխարհում։ Եվ մենք հարաբերություններ ունենք մարդկանց հետ, շփումներ ունենք տարբեր շրջանակների հետ, այդ թվում նաև լրագրողների հետ։ Ինչը ևս աշխարհիկ կյանքով ապրելու դրսևորումներից մեկն է։ Եթե մենք աշխարհիկ կյանք ասելով նկատի ունենք այնպիսի հարաբերությունները, ինտիմ կյանքին է վերաբերում, դա բոլորովին այլ հարց է։ Հիմա տեսեք, քանի որ ընդհանրապես ես այդ բառը օգտագործել եմ անդրորովայնային հետաքրքրություններով առաջնորդվող մեր իշխանությունների թեթև ձեռքով ինտիմ կյանքը դարձել է պետական քաղաքականության առաջնահերթություններից մեկը, ես ասեմ ձեզ, ես այդ բանավեճը, այդ խոսակցությունը ռիփսիմեն կհամաձայնի ինձ հետ, գռեհիկ եմ համարում, գռեհիկ և անթույլատրելի եմ համարում։ Գիտեք ինչ, հիմա մենք մեզ մոտ ունենք խոստովանության գաղտնիության ինստիտուտ։ Իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ։ Ես հղում չեմ անում իրավաբանությանը, որովհետև մենք հոգևորական ենք։ Բայց ինձ համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականը իրավունք չունի անձնական կյանքի։ Դա ընդամենը էլեմենտար անգրագիտություն է, անկախ նրանից դա ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը, ոչ իրավական մեկնաբանությունների դաշտում, այլ զուտ հոգևոր ընկալումների դաշտում։ Մենք ինչի համար ենք խոստովանության գաղտնիություն ապահովում։ Անգամ օրենքի մեջ կա, որ հոգևորականը ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից։ Դուք պատկերացնում եք ստեղծվի մի իրավիճակ, երբ որ մարդը ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ և սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։ Պատկերացնում եք ինչպիսի իրավիճակներ կստեղծվեն։ Դրա համար հարցերի շրջանակ կա, որոնք անթափանցելի են, անձեռնմխելի են։ Հիմա թե ով ինչպիսի հարաբերություններով է ապրել, մենք չենք կարող դրան գնահատականներ տալ։ Հիմա դուք վկայակոչում եք, որ կաթողիկոսի անվան հետ կապված այդպիսի հարցադրումներ են առաջանում, կամ մեր եպիսկոպոսների հետ։ Ես իրավունք չեմ վերապահի ինձ այդպիսի հարցադրումներին պատասխաններ տալ։ Իհարկե դա որոշակի խնդիրներ հարուցում են, հանրային տիրույթում սկսում են այդ թեմաների շուրջ քննարկումներ, բայց ես կարծում եմ մենք պետք է ոչ թե սպասարկենք այդպիսի արհեստական օրակարգերը, որոնք բերվել են մասնավոր տրամադրությամբ, այլ մենք պետք է առողջ բանավեճ հարուցենք, հակադրենք դրան։
Հիմա այսօր Հայաստանի Հանրապետության Հայաստանի թիվ 1 խնդիրը եկեղեցականների ինտիմ հարաբերությունները եւ եկեղեցականների ենթադրյալ երեխաներն են։ Եթե մենք այդ հարցերի սպառիչ պատասխանները ունենանք, մեր երկրի անվտանգությունը ավելի ամուր կդառնա, մեր սահմանները անձեռնմխելի կդառնան, կվերանա հանրային պառակտվածությունը, իհարկե ոչ։ Ուղղակի ակնհայտ է, որ այս խնդիրները հրապարակ են բերում խորացնելու համար հանրային պառակտումը։ Առողջ բանավեճ իրականացնելու անկարողությունը այս մարդկանց մղել է այսպիսի կեղտոտ ու անթույլատրելի դաշտ։ Ընդամենը այս է իմ պատասխանը։